Բարի լույս, նա տեսեք ինչ տեսարանով ենք սկսում մեր այսօրվա օրը, մեր ընկերուհին էլ եկել է ինչ-որ ուտելու բան ա ուզում, երևի, շոտ սիրուն տեսարանը, այստեղ մենք նախաճաշում ենք, բարի լույս, պես ուտելու բան չեմ վերցրել, քաղցրավենիք եմ վերցրել, սուրճ, շուտ ու միրգ, թեթև կնախաճաշենք ու կգնանք ծով առավոտյան ժամը 8-ն է հիմա։ Արդեն նախաճաշեցինք ու եկել ենք ծովի ափ, Իրեն ու Մարիամը մեզնից շուտ իջել ու շատ հարմար լեժակներ են գտել, առավոտ շուտ եթե գաք, շատ լավ տարբերակներ կլինեն հով, հնարավորինս հիմա գնանք մոտիկից պաունտոնը նկարենք ու երեխեքը ամուսնուս հետ գնացել են արդեն դիմակներով, որ սուզվեն մենք տեսնենք ինչ են անում սկզբի հատվածը փայտային է, հետո արդեն դառնում է պլաստմասայից ու մի կողմը լար չկա, մի քիչ վտանգավոր է, մենք այս կողմով կքայլենք այս մասը այսպիսին է, այսինքն մտնել ծով լողանալը հարմար չի այս հատվածից այսպես համ քարքարոտ է, համ այստեղ մտնելու հարմար տեղ չկա, այս կողմից մաքրած է մի փոքր, բայց էլի այնպես չէ, լիարժեք կարող ես մտնել, եթե լողանում ես լավ, սուզվես, լողանաս մի խոսքով լողանալու միակ տարբերակը այս պանտոնից է այս հատվածում արդեն քայլելը հարմար է, ինչքան մոտենում ես վերջին էլ չի շարժվում տեսնենք ինչ են անում երեխեքը ամենահարմար ժամը հիմա լողալու համար այս սեզոնին, ամռան սեզոնին լողալու համար առավոտ շուտ է ամենահարմար ժամանակահատվածը տեսեք մինչև այստեղ քարքարոտ հատվածը ու այստեղից մի անգամից խորանում է գտանք Մարիամը, Իրենը, ամուսինս, Իրենը, Մարիամին էլ գտնենք, այստեղ է Մարիամը, արդեն Մարիամը առանց թևիկների այս բաց ծովում կարողանում է լողանա Իրենը անվտանգավոր է համ Մարիամ հոջուր չի անցնում դիմակիցներ Вообще չի անցնում Հա? Вообще չի անցնում Հա, բա խես հետ գալի Խես հետ գալի Հոգնում ես Պապան ուր է Պապան են հեսա Պապան էլ հեսա Ես էլ Իրեն է Տլիկ Իրենը Ես բերքում վախն է, որ այս բաների մոտիկ անում են Այստեղ մոտիկ տիկներ են լողում նայք ամուսինս ձեզ համար հեռախոսով նկարում է այնտեղ կտեսնեք ներսում ինչ կա ես կեստեղ այս երկուսն են հելը որ սկսա ֆարշան է նայք
Տեսեք այս հատվածում ձկները հավաքվել են։ Այ, ես մեկին նայեք։ Ինքան փոքր կան։ Հələ այս մեծ կապույտ բաներով։ Սա էլ մեր հյուրանոցը ներքևից։ Այս ամբողջ ափը այսպես Ռեֆոազիս վիճին է պատկանում։ Լավ էր։ Դե պատմի ինչ տեսար։ Տեղին կարմիրն աջակույտ գույնի ձուկ։ Սիրեցիր։ Դե գնա։ Մենք ծովի ափից վերադարձել ենք համար ու մեզ այստեղ սպասում է այս փղիկը երեխաների անկողնու վրա եւ այս սրտիկը սրբիչներից պատրաստված։ Մարիամն ասում է, որ մյուս անգամ մնալու է այդ մաքրող մարդու հետ, որ ինստրուկցիան հասկանա ոնց են սարքում։ Որ ամեն օր դու սարքես։ Հա, պատել։ Երկու բերերից սենց դարձը։ Այսօր ինչ-որ բան է, սենց դրելա։ Այսպես պատրաստվել ենք երեխեքի հետ ու գնում ենք մեր առաջին տուրին, այն որ ասել էի հետաքրքիր է լինելու։ Գնում ենք ուր երեխեք։ Դելֆինարիում։ Գնում ենք դելֆինարիում, դելֆիների շոուն նայելու։ Մոտ 5 րոպեից մեզ կսպասի մեր ավտոբուսը։ Գնանք տեսնենք Շարմ էլ Շեյխում դելֆինները ինչպիսի շոու են ցույց տալիս։ Երբ ես փոքր էի, երևի Իրենի տարիքին կամ մի տարի մեծ կհիշեք Հայաստանում, Երևանում դելֆինարիում էր բացվել ու եղել է մեծ շոուին։ Ինձ համար դա մի հատ sense ինչ-որ վաու բան էր։ Տեսնենք մեր երեխեքը ոնց կարձագանքեն այս շոուին, հուսով եմ իրաց դուր կգա։ Հա, ճիշտ է, մենք էլի ենք նայել Վրաստանում։ Կոբուլեցի, Բաթումիում մենք էլի ենք նայել դելֆինների շոու, բայց այդ ժամանակ Մարիամը 2 տարեկան է եղել։ Կարևորը հիշում է։ Իրեն։ Դու Ստիչին էլ ես բերել որ շոու նայի։ Գնացինք։ Մենք հասանք դելֆինարիում։ Մենք արդեն ներսում ենք, հիմա մեր գիդը գա հասկանանք որտեղ ենք նստում։ Մենք այնտեղ այնպիսի տեղ ընտրեցինք, որ վերևում լինենք, որ ջուր չլինի մեզ վրա ու բացի դա հով լինի, որտեղ բաց երկնքի տակ է։ Այնտեղ դելֆիները ապրում են։ Իսկ արդեն դելֆիները լողում են, հրաշք են ուղղակի։ Նման 4 հատ են։ Մեր նման 4 հատ են, որոշի ոնա մաման, ոնա պապան, դելֆինից նա իրեն։ Ինչ սիրուն են։ Էնի պապան, են Մարիամը։ Sika tunes our handsome boys, Kevin and Oscar. Starting with our cute gear, all the Bravo, Bella. And now with Dina and Asida. Bravo, Dina and Asida. And now with our handsome boy, Zyko. Good boy, Zyko. And now with Olivia. Nicola Pochuro.
Bravo, Olivia. Thank you. And now with Jono and disease. Bravo, bravo, Jono and disease. Thank you. Դելֆինների շոուն նայեցինք, շատ տպավորվեցինք, յուրահատուկ կենդանիներ են, իսկապես, եթե կգաք Եգիպտոս, եկեք, բայց մի հատ ուրիշ տարբերակել ունեն իրանք, որ ոնց որ անհատական դուք լողում եք դելֆինների հետ, մենք այդ տարբերակը չվերցրեցինք, որովհետև մի հատ ուրիշ տուր ենք վերցրել, արժեքով ավելի բարձր ու ավելի ինձ թվում է հետաքրքիր է լինելու այդ տուրը հաստատ, բայց եթե ստացվի կլինի մյուս տարի, թե դրա հաջորդ տարի նորից գանք Եգիպտոս, հաստատ այդ մյուսը կվերցնենք, որ արդեն երեխեքը դելֆինների հետ լողան, ավելի մոտիկից այդ կենդանիների հետ ծանոթանան, որտեղ շատ իրանք յուրահատուկ, բարի եւ ընդհանրապես իրենց շփումը երեխեքի հետ շատ օգտակար է։ Մի խոսքով այստեղ մի հատ հայ ընտանիքի հետ ծանոթացանք, իրանց հետ նստեցինք, զրուցեցինք, հյութ խմեցինք եւ այլն, հիմա արդեն ընթրիքի ժամը կգնանք կընտրենք ու կհանգստանանք, հուսով եմ հետաքրքիր է այս վլոգները, ես արդեն այս լիքը լեցում վլոգներից հետո մտածում եմ, որ հետ գամ Հայաստան, ինչպիսի կոնտենտ եմ նկարելու ձեր համար, որ հետաքրքիր լինի, որովհետև էլի եմ ասում, աշխատանքային առօրյայի հետ նկարելը բավականին դժվար է, չնայած երեխեք հարցակորթ են լինելու, հուսով եմ շատ ժամանակ կունենանք վլոգներ նկարելու համար։ Հիմա կգնանք ընթրիքի, այս հյուրանոցի վատ կողմերից այն է, որ սնունդ է, այստեղ շատ թույլ է, եթե համեմատելու բան չունենայինք, միգուցե մեզ համար լավ լիներ, բայց մեր անցած տարվա փորձը ալբատրոսի սննդի առումով շատ ավելի բարձր էր ու այնտեղի սերվիսը ավելի լավն է, քան այստեղ։ Ամեն դեպքում մենք եկել ենք ծովի համար ու ոչ թե ուտելու, սնվելու։ Կարևորը, որ երեխեք լողան, ծովում ժամանակ անցկացնեն հնարավորինս շատ, աշխատում ենք ավելի շատ ծովում, քան օրինակ լողավազաններում, որովհետև հենց ծովի համար էլ եկել ենք։ Մի խոսքով, այսինքն սիրուն հանգստյան օրեր ենք ունենում, հիմա պատրաստվենք, որ գնանք ընթրիքի։ Ես այսօր ոչինչ չեմ կերել, մենակ կերել եմ միրգ և են իմ ցստված քաղցրավենիքից ուրիշ ոչ ման չեմ կերել, մի տեսակ դուրս չէր գալի համերը, նա հասկանամ ինչ կա ուտելու, ուտենք, մակարոներենը, իրանք մի քիչ ձիգ են սարքում, որ ինձ դուրս չի գալիս, իսը սենց մի տեսակ պրիվկուս ունի, այդ էլ ինձ դուրս չի գալիս, մի խոսքով տեսնենք ինչ ենք վերցնում, ինձ թվում է այս ավի պտիկը բուդը համով կլինի, այստեղ բանջարեղեններ են, բրինձա, ինչ հստեղ, տավարի մսով սոուսը բանջարեղեններով, այստեղ էլի խաշած ինչ-որ բաներ փորձել եմ, ինձ դուրս չի եկել, beef oyster, էլի տավարի միսը շատ քիչ կվերցնենք, փորձելու համար։ Ուսմից ասեց, որ այսօր սուշի էլ կա, իմ սիրելի սուշին, բայց որտեղ է չհասկացա։ Գնամ ափսեզնեմ և մի բան եմ նկատել, որ այստեղ մենք հաց չենք օգտագործում, սովորական հաց, իրականում դա լավ է։ Ենիքի մասով այսօր հələ չեմ փորձել, բայց տեսականին լավն էր։ Նախորդ օրերից այս տեսականի չի եղել ժողովուրդ։ Անկեղծ եմ ասում, նույն բանն է եղել ամեն օր։ Այսօր ուրիշ է, բան չասի։ Հիմա կփորձենք համնել կհասկանանք լավն է թե չէ։ Ընտրեցինք, վերջացրեցինք
այդ աղջկան ասում եմ, այսօրվա ուտելիքը լավներ է, 3 համով չէր, ասում եմ, դե փոխում ենք, վաղը եգիպտական ուտելիք է լինելու, ամուսնուս ասում եմ, վաղը եգիպտական ուտելիք է լինելու, ասում եմ, ասա լավ չի էլի, որ եգիպտական է լինելու, իրանք աղը շատ քիչ են օգտագործում, պաղպաղակ ենք վերցրեմ, քայլում ենք, դե համել գալելու, հա, բայց կարանք ծրագրով նայենք ինչ է լինելու, գիտես չէ, հայգետ նայ, ասանենք, այ հիմա շատ լավ եղանակ է, այս պահին շոկ չի, ցուրտ չի, շատ լավ եղանակ է և առավոտյան շուտ, երբ որ այսօր գնացինք ծովի ապ, այսօր առավոտ շատ ենք եղել ծովի ապում, էլի շատ լավ եղանակ էր, հիմա գնում ենք ծովի ապում քայլելու, մաղջիկը արդեն իմ բոյին է, իմ հասակին է, գերուհին էր, 2 ամիս հետո ավելի բոյով կլինի, կանցնի հաստատ, մենք քայլում ենք ծովի ապ, հա, այդտեղ լվացվի, մի փոքր քայլենք ծովի ապում, իրականում ցերեկը շատ մարդա շատ է, ֆոտոներ անել չի ստացվում, հիմա էլ չգիտեմ, լուսավորությունը թույլ կտա, որ նկարվենք, թե չէ, ամեն դեպքում գոնե կգնանք, կքայլենք, այդ ծովի ձայնն էլ հենց ինքնին հանգստացնող է, չէ։ հաստան վարշած չեմ իսկան, հա? վարշան չեմ որ։ Հիանանք ծովի տեսարանով, գեղեցկությամբ, Ինակ, ես կարող եմ նստել ու անվերջ նայել ծովի ալիքներին կամ լսել ալիքների ձայնը։ Այսօրվա